Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել կարևորագույն հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգերին։ Հայտնի է դարձել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկվել է ուրեմն արխիվ, այդպիսի որոշում է կայացվել ազգային ժողովի ղեկավարության կողմից, որովհետև ժամկետների անհամապատասխանություն կա եւ զեկույցը ըստ այդմ չի կարող ներառվել ուրեմն լիագումար նիստերի օրակարգում։ Այն պատգամավորները, ովքեր ունեն գաղտնիության թույլտվություն, կարող են ծանոթանալ զեկույցին, նրանցից բացի փաստորեն որևէ այլ քաղաքացի չի կարող ծանոթանալ զեկույցի բովանդակությանը։ Ազգային ժողովի ղեկավարության սույն որոշումը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այս զեկույցը արխիվ ուղարկելու վերաբերյալ միայն տեխնիկական որոշում չէ։ Սա ծայրաստիճան վտանգավոր քաղաքական քայլ է, որը խորը հետևանքներ կարող է ունենալ մեր պետության անվտանգային, իրավական, ինստիտուցիոնալ կայունության համար։ Այս որոշման հիմքում ոչ թե ժամկետների անհամապատասխանությունն է, ինչպես փորձ է արվում ներկայացնել ազգային ժողովի ղեկավարության կողմից, այլ վախը, իրական պատասխանատուների անունները բարձրաձայնելու վախը, ինչպես նաև համակարգային մեղավորների դերակատարությունը մատնանշելու անկարողությունը։ Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար ստեղծված այս հանձնաժողովի զեկույցը պատմական փաստաթուղթ է։ Այն ոչ թե հերթական մի հաշվետվություն է, այլ մեր պետության ձախողման ամբողջական ախտորոշումը։ Այս զեկույցը բացահայտում է, թե ինչպես տարիների ընթացքում մենք կառուցել ենք կեղծ ոչ թե անվտանգության համակարգ, այլ պատրանք, եւ ինչպես է պետական կառավարման համակարգը զրկվել ռազմավարական մտքից, ռազմավարական մտածողությունից, ինչպես է բանակը վերածվել կոռուպցիոն շղթաների օղակի, եւ ինչպես է արտաքին այսպես կոչված դաշնակցային կախվածությունը փոխարինել իրական ինքնապաշտպանական կարողություններին։ Այս բոլոր փաստերը, այս բոլոր ապացույցները թաքցնելը նշանակում է նույն սխալները կրկնելու դատավճիռ ստորագրել։ Հենց այս պատճառով է, որ զեկույցի քննարկումը ազգային ժողովի լիագումար նիստում չի կարող լինել ազգային ժողովի ղեկավարության կամ ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահի ուղղակի կամայական որոշումը, որտեղ խոսքը միայն անցյալի մասին չէ, այս զեկույցում ամփոփված տեղեկությունները, ապացույցները, փաստերը վերաբերում են մեր պետության ապագային։ Եթե մենք չենք բացահայտում, թե ինչու է Հայաստանը գործել առանց արդիական հետախուզության, առանց համակարգված զորահավաքի, առանց արդյունավետ հրամանատարության, եթե չենք հասկանում, թե ինչու է դաշնակցային այս հարաբերությունները, այսպես կոչված ստրատեգիական հարաբերությունը Ռուսաստանի հետ հիմնվել պատրանքների վրա, ոչ թե իրական գործընկերության, իրական հնարավորությունների վրա, ապա չենք կարող վերակառուցել այս փլուզված անվտանգային համակարգն այնպես, որ այն համապատասխանի 21-րդ դարի մարտահրավերներին, մեր ժամանակների այս միլիտարիզացված իրողություններին։ Զեկույցը թաքցնելը, զեկույցի ապացույցները թաքցնելը նշանակում է խուսափել
պատասխանատվությունից։ Իսկ դա նշանակում է թույլ տալ, որ նույն մարդիկ, նույն համակարգերը, նույն այս մեզ արհավիրքի հասցրած մտածողությունը շարունակեն որոշումներ ընդունել մեր անվտանգության եւ մեր պետականության մասին։ Սա ոչ միայն քաղաքականորեն անընդունելի է, այլև անվտանգային առումով ծայրաստիճան վտանգավոր։ Անունները պետք է հնչեն ոչ թե վրեժխնդրության, ոչ թե ինքնադատաստան տեսնելու, այլ ինստիտուցիոնալ պատասխանատվության համար։ Պետք է հստակ պարզ դառնա, ով է մոլորեցրել բանակին, ժողովրդին կեղծ դաշնակցային խոստումներով, ով է խոչընդոտել բանակի արդիականացմանը, ով է կանխել հետախուզական եւ տեխնոլոգիական կարողությունների զարգացումը, ով է կայացրել ռազմաքաղաքական աղետալի որոշումներ։ Ավելին, այս զեկույցի քաղաքական եւ դիվանագիտական հետևանքները շատ ավելի հեռուն են գնում։ Դրա հրապարակային քննարկումը ուղերձ կարող է լինել մեր դաշնակիցներին, ինչու՞ չէ նաև մեր հակառակորդներին, որ Հայաստանը դասեր է քաղել այդ պարտությունից, գիտակցում է իր անցյալի սխալները, կարողություն ունի առնվազն դրանք վերլուծել եւ պատրաստ է նոր անվտանգության ռազմավարություն, նոր անվտանգության դոկտրին ձևավորել, կազմավորել, առանց արտաքին մենաշնորհների, առանց ուժային կենտրոններից մեկի կախվածության։ Դա նշանակում է իրապես պետական մտածողության նոր մակարդակ, նոր չափում, որն անհրաժեշտ է ըստիս մեզ որպես պետություն, եթե մենք բոլորս Հայաստանը ցանկանում է դառնալ ոչ թե աշխարհաքաղաքական խաղերի օբյեկտ, այլ լիիրավ մասնակից։ Հետևաբար պահանջը հստակ է եւ աներկբա։ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի այս զեկույցը պետք է դրվի ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում եւ պիտի դառնա հանրության սեփականությունը, հանրային, քաղաքական եւ ինստիտուցիոնալ քննարկման առարկա պիտի դառնա։ Այս փաստաթուղթը պատկանում է ոչ թե քաղաքական մեծամասնությանը կամ ընդդիմությանը, այլ հայկական պետությանը, մեզ բոլորիս։ Այն չի կարելի արխիվացնել, քանի դեռ պետությունն ամբողջությամբ չի յուրացրել, չի սովորել իր պարտության դաժան դասերը։ Հակառակ դեպքում մենք միայն կարճ ժամանակով կերկարացնենք եւ կերկարաձգենք այն սխալների հետևանքները, որոնք մեզ հասցրին հնգամյա վաղեմության արհավիրքին։